Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ հարցաքննվել է Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանը։ Երեկվա դատական նիստում հրապարակվել է նաև Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դատական հերթական նիստին, ինչպես նախորդ դեպքերում, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։ Խաղաղության փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին լուրն առնելուն պես միջազգային հանրությունը ոգևորություն ապրեց։ Թվում էր, ուր որ է Ալիևը իր ստորագրությունը կդնի։ Բոլոր պահանջները Հայաստանն ընդունել էր։ Փաստաթղթի համաձայնեցումն աճ ու ձախ ողջունում էին։ Գերմանիայի արտգործնախարարը նույնիսկ ասաց Հայաստանը համարձակ զիջումների գնաց։ Ինչու հիմա ոչ ոք չի հարցնում, ով է եւ ինչու է ձգձգում ստորագրումը, ինչ կա ձգձգողի ատամի տակ։ Հիմա կոչեր են անում ստորագրել։ Ոչ ոք չի մոռացել անշուշտ, որ Մոսկովյան լրատվամիջոցին Ալիևը հրապարակային ասաց. հենց բոլոր կետերը համաձայնեցված լինեն, կստորագրի։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրկնեց խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները, Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, այնպես որ հայկական կողմի լավ լուրի սպասելու հույսերն ըստ մասնագետների հոդս են ցնդում։ Սկզբանե ասել են, որ Ադրբեջանը չի ստորագրելու որևէ փաստաթուղթ 2-3 տարի առաջ եւ գործընթացը նոր էր մեկնարկում, քանի որ այդ գործընթացի ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի շատ կարևոր խաղաքարտեր է վիճել եւ Ադրբեջանը մաքսիմալ արդյունք ստանալով գործընթացից շահագրգռված է գործընթացի շարունակականությամբ, այլ ոչ թե դա ինչ որ հանգույցային կետի հասցնելով, այսինքն շահագրգռված է, որպեսզի հետագա զիջումներ կորզի հայկական կողմից։ Ու մինչև Ալբանիայում Փաշինյանն ու Ալիևը սկզբում ոտքի վրա, ապա արդեն նստած զրուցում էին այդ ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը նաև Հայաստանի զինանշաններ թիրախավորել։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները։ Արարատ Միրզոյանն էր Հաջիզադեի աչքը ծակել։ Մասնագետները չեն շտապում ենթադրել, որ հիմա էլ զինանշանի հարցը նախապայմանի սեղանին կդնեն, բայց նաև ադրբեջանցի կոնֆլիկտաբանն է պնդում։ Նա ամեն ինչ անելու է, որ ձգձգի ստորագրումը։ Ալիևը չի ստորագրելու։ Նա հիմա էյֆորիայի մեջ ընկած ձգտում է Հայաստանից պոկել առավելագույնը։ Ամեն պատրվակ պատճառ վերջնագիր կդնի սեղանին, որ ձգձգի, չստորագրի։ Հնդհացս ամեն օր Բաքվի մեդիան ռազմական ագրեսիայի շունչն է տարածում, իշխանական պատգամավորները ուղիղ են խոստանում վերացնել Հայաստանը։ Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Բայց հայ ու ադրբեջանցի մասնագետները համարում են, որ Ալիևյան այս կլանը հիմա ընդամենը վախի մթնոլորտն է պահում, ագրեսիայով է սպառնում։ Համարում են, որ հիմա լայնածավալ էսկալացիայի էլ չի գնա։ Կշարունակի անկանոն կրակոցներով ահաբեկել սահմանին։ Խոշորամասշտաբ էսկալացիայի կգնա։ Ես այս պայմանությամբ չեմ տեսնում միջազգային որևէ կոնսենսուս դրա շուրջ։ Ադրբեջանը այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին ինտենսիվ տարածում էր ապատեղեկատվական հաղորդագրություններ, միևնույն ժամանակ տրամադրություններ ստուգելու նպատակով եւ հասկանալի դարձավ Ադրբեջանի համար, որ այս պահին միջազգային իրավիճակը թույլ չի տալիս իրեն գնալ լայնամասշտաբ գործողությունների։ Հայաստանի ներքաղաքական կյանքին էլ փորձում է ձեռքը հասցնել, ասում է մասնագետ, առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ փորձելու է տեղեկատվական տերորով քարոզչական պատերազմով գրոհել հայկական պետականության վրա, որովհետև սրտում ահռելի վախ կա, որ անընդհատ է բարձրաձայնում։ Արդյոք կվերադառնան ռևանշիստները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ։ Պուտինը զրույցը գնահատել է որպես բովանդակալից, անկեղծ եւ շատ օգտակար։ Քննարկման հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստվում են անմիջապես սկսել բանակցություններ կրակի դադարեցման եւ պատերազմի ամբողջական ավարտի շուրջ։ Նա նշել է, որ պայմանները կհամաձայնեցվեն հենց երկու երկրների միջև։ Զրույցից հետո Թրամփը կապ է հաստատել Ուկրաինայի, Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի ղեկավարների եւ Հռոմի պապի հետ, ով հետաքրքրություն է հայտնել բանակցությունները Վատիկանում հյուրընկալելու հարցում։
ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը կասկած է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղ մտադրությունների անկեղծության վերաբերյալ։ Դեռևս մեկ հարց բաց է, թե արդյոք Պուտինն իսկապես խաղաղություն է ուզում, ասել է Vance-ը, հավելելով, որ կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդը չգիտի ինչպես դուրս գալ հակամարտությունից եւ չունի երկարաժամկետ ռազմավարություն։ Vance-ը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կոնկրետ քայլեր է ակնկալում Ռուսաստանից։ Ակնկալում ենք, որ սեղանին դրվի իրական խաղաղության առաջարկ եւ նախագահ Պուտինին առաջարկի տնտեսական օգուտներ եւ հարաբերությունների վերականգնում մնացած աշխարհի հետ, ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը մեկնաբանելով բանակցությունների ներկա վիճակը։ Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների 5-րդ փուլի առաջարկ է ստացել։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ առաջարկը քննարկվում է։ Brexit-ից 5 տարի անց ամիսներ տևած բանակցություններից հետո Միացյալ Թագավորության եւ Եվրամիության միջև սահմանային որոշ խոչընդոտներ վերացնելու եւ անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերության խորացման համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք փակում ենք մի էջ եւ բացում նոր գլուխ մեր յուրահատուկ հարաբերություններում, այդ առիթով հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ հրավիրած ճեպազրույցում։ Սթարմերն իր հերթին համաձայնագրերը կոչել է նշանակալի, սա պատմական պահ է, Բրիտանիան վերադառնում է համաշխարհային բեմ, ասել է նա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը դուրս չի բերի զորքերը սեփական տարածքներից, ընդգծելով, որ նման պահանջը նշանակում է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմը վերջացնել։ Նա հավելել է, որ Ուկրաինան չի պատրաստվում զիջել իր հողերը, ժողովրդին կամ տները։ Զելենսկին ընդգծել է, որ իր սահմանադրական պարտականությունն է պաշտպանել երկիրը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը տեղեկացրել է, Ռուսաստանը պատրաստ է որոշ փոխզիջումների, իսկ Ամերիկան կարևորում է Կիևի եւ Մոսկվայի ուղիղ բանակցությունների մեկնարկը։ Այնուամենայնիվ Զելենսկին ցանկանում է հրադադար տեսնել որպես խաղաղ կարգավորման առաջին քայլ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը մոտ է վերջնական խնդրի կատարմանը Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատմանը։ Անդրադառնալով Իսրայելի հասցեին հնչող մեղադրանքներին առայն, թե Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի բնակչությունը հայտնվել է զանգվածային սովի շեմին, Նեթանյահուն նշել է, թե Համասի հանդեպ լիակատար հաղթանակը արմատական կփոխի վիճակը։ Այդ ժամանակ մենք կկարողանանք այնտեղ ընդունել խաղաղ բնակչությանն ու մարդասիրական օգնություն տրամադրել նրանց, հաստատ իմանալով, որ այդ օգնությունը Համասի ձեռքում չի հայտնվի, նշել է Նեթանյահուն։ Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների, այդ թվում թմրավաճառների եւ արմատական իսլամիստների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում։ Արդարադատության նախարարի խոսքով բանտը կգտնվի ֆրանսիական Գվիանայում ջունգլիների խորքում, ճանապարհներից հեռու եւ առաջին բանտարկյալներին կընդունի 2028-ին։ Արժեքը գնահատվում է մոտ 400 միլիոն եվրո։ Մեծ Բրիտանիայի, Կանադայի վարչապետներն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը սպառնացել են Իսրայելին կոնկրետ գործողություններով, եթե նա չդադարեցնի գործողությունը Գազայում եւ չվերացնի օգնության մատակարարումների սահմանափակումները։ Համատեղ հայտարարության հեղինակները Գազայի հատվածի վրա նոր հարձակումը համարում են անհամաչափ, նվազագույն անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն թույլատրելու իսրայելական իշխանությունների որոշումն էլ իրավիճակին բոլորովին անհամարժեք։ Բրիտանացի լեռնային ուղեկցորդը մայիսի 18-ին 19-րդ անգամ բարձրացել է Էվերեստ, գերազանցելով աշխարհի ամենաբարձր լեռան վերելքի իր սեփական ռեկորդը։ Անգլիայի հարավ-արևմուտքի 51-ամյա բնակիչ Քենթոն Քուլը մի քանի այլ լեռնագնացների հետ միասին բարձրացել է 8849 մետր բարձրությամբ գագաթը։ Քուլն առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 2004 թվականին։ Լարված վիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում, Ագարակավան, Կաքավաձոր, Դիան եւ Օթևան գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, պահանջելով վերադարձնել իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը։ Նրանք բողոքել են, որ նոր ճանապարհը դանդաղեցնում է շտապօգնության եւ հրշեջ մեքենաների հասնելը։ Ճանապարհը բացվել է եւ համայնքի ղեկավարը բանակցություններ է վարում բնակիչների հետ, եթե հարցը չլուծվի, նրանք սպառնում են կտրուկ քայլերով։ Գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում մայրաքաղաքից հեռացվել է թերևս ամենամեծ քանակով կրպակները եւ այդ գործընթացը շարունակվում է։ Նա նաեւ ընդգծել է, որ շատ դեպքերում այդ աշխատանքներն ուղեկցվում են դատական պրոցեսներով, ինչի հետևանքով քաղաքապետարանի գործողությունների վրա երբեմն դրվում են որոշակի արգելքներ։ Մենք համայնքային ապօրինի ձևով տեղադրված, համայնքային հողի վրա ապօրինի ձևով տեղադրված բոլոր կրպակների, բոլոր շինությունների դեմ այս անդադար պայքարը մղելու ենք եւ սա շարունակական process է։
Մարտի 17-ին Երևանում դպրոցից տուն գնալու ժամանակ 9-ամյա աղջկան մոտեցել է անհայտ քաղաքացի, ներկայացել որպես նրա հոր ընկեր եւ ցանկություն հայտնել ուղեկցել տուն, հայտնել է Շամշյան-Քոմը, երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել տղամարդուն եւ հեռացել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանում խոզարկություններ են ընթանում հակակոռուպցիոն կոմիտեի քննած քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հրապարակվում, նշել է խոսնակը։ Մայիսի 20-ին ժամը 10:11-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրայից 8 կիլոմետր հարավ-արևելք տեղի ունեցել 2.9 մագնիտոդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 4 բալ, իսկ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Աշոտսկ գյուղերում զգացվել է 2-ից 3 բալով։ Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում Հայաստանում քննչական կոմիտեի հետ գործակցությամբ բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք։ Պարզվել է, որ ԱՀ-ն այլ անձի հետ նախնական համաձայնությամբ շահադիտական նպատակով $20,000 դիմաց կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան Շենգենյան գոտի։ Այդ նպատակով պատրաստվել են կեղծ փաստաթղթեր։ Դրանք ներկայացվել են Հունաստանի դեսպանատուն, ինչի հիման վրա ՎՔ-ին տրամադրվել է Շենգենյան մուտքի արտոնագիր, որով նա 2024-ի դեկտեմբերի 25-ին լքել է Հայաստանը, նպատակ ունենալով հետագայում մուտք գործել Ամերիկա։ Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ ԱՀ-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 2 միլիոն դրամ գրավ եւ Հայաստանից բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է։